Այսօր վաղ առավոտյան ահա այսյանն է բախվել շտապօգնության ավտոմեքենան։ Այն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Սյանը։ Բժիշկը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Ողբերգական պատահարը գործարանային մետրոյի հարևանությամբ Թամանցիների փողոցում է տեղի ունեցել։ Վարորդը, բժիշկը եւ բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց։ Բժշկի կյանքը փրկել չի հաջողվել։ Բուժքրոջ վիճակը կայուն ծանր է։ Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը առավոտյան Ֆակտոր-AM-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարորդն ամենայն հավանականությամբ ղեկին քնել է։ Վարորդը գիտակցություն ունի, կարծում եմ թեթև կամ միջին։ Նախնական եմ ասում, բայց գիտակցություն ունի, ես ինքս իր հետ խոսացել եմ։ Իսկ բուժքույրը ծանր է, կայուն ծանր է, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ բժիշկն ամրակապված չի եղել եւ ծանր վնասվածքներ ստանալու հավանական պատճառներից մեկը դա է։ Թեմային անդրադարձավ նաեւ Ազգային ժողովի падգամավոր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նման ծանր պայմաններում աշխատող մեր գործընկերների աշխատանքային պայմանների բարելավումը պետք է լինի մեր բոլորի առաջնահերթություններից մեկը, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խստագույն պահպանումը չպետք է լինի քննարկման առարկա, քանի որ դա կարող է փրկել մեր կյանքը։ Չնայած ամրակապվելու հորդորներին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածը թույլատրում է բնակավայրերում օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին եւ ուղևորներին գոտիներով չամրակապվել։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանի խոսքով, որքան էլ կարևոր է շտապօգնության արագ արձագանքը, նման բացառությունը մտահոգիչ է։ Չգիտեմ ինչ հիմքով, ինչ բանով, բայց օրենքով ասում են մենք այդ առավելությունը ունենք, դրա համար չենք ամրակապվում։ Ոստիկանությունը այնի, մեր հրշեջ ծառայություններն են, դրանք շտապօգնության մեքենաներն են։ Ես չեմ կարող ասեմ վթարին չի այտենց տեղի ունեցել, բայց որ իրենք այդ կահավորումը չեն անում ու դրանով օրենքի խախտում չեն անում։ Անդրադառնալով վարորդի ղեկին քնելու վարկածին, Քեյանը նկատում է. վարորդները հաճախ աշխատում են սահմանված 8-ժամյա աշխատանքային գրաֆիկից ավելի, ինչը բերում է սթրեսային իրավիճակների ու կարող է վտանգավոր լինել։ Երկրորդը մենք չունենք այնպիսի ավտոպարկ ու այնպիսի մի համակարգ, որ այդ մեքենայի վարորդները օրինակ հատուկ դասընթացներ են անցնում, արագ երթևեկելու համար հմտություններ են ձեռք բերում, որտեղ իրանց մոտ անհրաժեշտության ելնելով արագ երթևեկելու ճանապարհներ են ասում, իրանց աշխատանքը շատ ծանր ու վնասակար աշխատանք է այդ վարորդներին իրանց այդ խնդրին ժամանակին ավտոդպրոցներից մեկն էր բարձրաձայնում։ Շտապօգնության մեքենայի էլեկտրասյանը բախվելու դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։